Նիկոլ Փաշինյանը հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ քննարկել են հեծում ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ մենք հաջողանալու համար այնքան իջեցնենք հոսանքի գինը, որ արդյունքում 3 տարի հետո պրոբլեմ առաջանա։ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքեց, որ այս տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ամիսների համեմատ հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, իսկ քանակը ինտենսիվությունը 18%-ով։ Մայրաթորում եպիսկոպոսած ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը նշել է, որ Խաչիկ գյուղի պատարագից առաջ հանդիպել է վեհափառին։ Նրա խոսքով վեհափառը ասել է՝ դու պարտավոր ես եւ պետք է ներկա լինես թեմում մատուցվող պատարագներին եւ պիտի նայես, որ կողքից միջամտություններ չլինեն, ընթացքը լինի սովորական նորմալ։ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը հավելել է՝ կաթողիկոսը զավակ ունենալու փաստերի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող։ Ես իհարկե տեղեկություն չունեմ։ Ժողովի որոշումը, որը կքննարկվի եւ կքվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Եթե դուք ձեզ վերագրում եք դատելու եւ հոգեվորին եւ աշխարհիկին, ես այդ իրավունքը չունեմ։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» Տատիկ Պապիկ Արձանը Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Գեղարդ հիմնադրամը։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռայիմ Շալիևը այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, Արձանի տեսանյութը հրապարակելով։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավար կացի խախտման փաստը եւ վճարել փոխհատուցում։ Ռուբեն Ռուբինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով կաշառակեր սրիկա է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Էմամօղլուին սպառնում է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում մեղսագրվող 142 հանցագործությունների համար։ Մեղադրական եզրակացության համաձայն նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառակերության, փողերի լվացման, պետական մարմինների եւ կազմակերպությունների վնասին հասցված խարդախության, նաեւ անձնական տվյալների հետ կապված խախտումների, քրեական գործով ապացույցների թաքցման եւ մրցույթներում համաձայնության համար։